Արտակ Բեգլարյանը ասում է, մեզ համար լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է։ Ծանոթ եք այդ պահանջին։ Դա ինչպես եք դուք պատկերացնում եւ ինչ տարբերություն Արցախցին Հայաստանում որտեղ է բնակվել։ Ըստ էության այդ ասվածի հիմքում երևի ավելի ճիշտ ձևակերպումը կլինի կոմպակտ բնակչությունն է։ Ձևակերպենք այդ։ Դա նշանակում է, որ հնարավորություն ստեղծվի արցախցիների համար պահպանել իրենց սոցիալական կապերը, պահպանել այն առնչությունները, որ ունեցել են։ Մարզ, Արցախի մարզ անունը տնենք, որտեղ ապրում են միայն Արցախից։ Մի պատկերացրեք դա այդպես, պատկերացրեք օրինակ մի տարբերակներից մեկն եմ ասում, Սյունիքի մարզում ունենալ 4 կոմպակտ արցախցիներով բնակեցված բնակավայր, Լորվա մարզում ունենալ եւս 4, այսինքն ըստ էության Հայաստանի Հանրապետությունում կան չէ այդպիսի բնակավայրեր, որոնք որ ցեղասպանությունից վերապրածները միասին բնակվել են։ Հիմա ինչն է խանգարում, որ այդ նույն մոդելով նաև արցախցիներ, հենց խոսքը դրա մասին է։ Իսկ դուք ինչ արգելքի եք հանդիպել այդ։ Հիմա գործարկված բնակարանային ծրագիրը նախ դա չի խթանում, այսինքն մեծ հաշվով ինչ է ասում կառավարությունը, ասում է ազատություն ենք տվել, գնացեք դուք որոշեք, թե ով որտեղ է ուզում ապրել եւ այլ։ Նախ իմ համոզմունքն այնպեսին է, որ սա այնպիսի կարևոր հարց է, որ պետությունը միգուցե նաև այդ ազատությունը սահմանափակելով պետք է որոշել։ Օրինակ Արցախում մենք ինչ արեցինք 2020 թվականից հետո, ցավոք սրտի դա վերջապես իր արդյունքին չհասավ, բայց Հադրութից տեղահանված մեր հայրենակիցների համար Ստեփանակերտի Արվարձանում կառուցվում էր Հադրութ թաղամաս, որտեղ 4000 մարդ պարունակող բնակավայր պետք է լինի հադրութեցիների միասին ապրելու համար։ Ասկերանի օկուպացված տարածքների ժողովրդին պետք է տեղակայեին Ասկերանի մեկ այլ հատվածում կառուցվող համահավաք մի հատ բնակավայրում։ Ինչը շատ կարևոր է, կոնկրետ ես էլի եմ նշում։ Հիմա տեսեք, հանրահավաքը կայացավ, հանրահավաքը ամփոփվեց, ավարտվեց, ազատության հրապարակը չէր դատարկվում։ Ինչի համար չէր դատարկվում, որտեղ մարդիկ կարոտ ունեին միմյանց տեսնելու, կանգնած խոսում են, այդ խոսակցությունները չէր դատարկվում։ Շատ լավ է, որ մարդիկ Այո, եւ մինչեւ հիմա ինչքան որ հնարավոր է եղել պահպանել եւ պետք է այդ առումով նաեւ շատ շնորհակալություն հայտնել օրինակ Սփյուռքյան կառույցներին, որոնք տարբեր առիթներով հնարավորություն ստեղծել են, որ մարդիկ Հայաստանում գործող Սփյուռքյան կառույցներին հավաքվեն, տարբեր միջոցառումներ կարողանան անցկացնել այդ սոցիալական կապերը պահպանելու համար, բայց դա երկարաժամկետ հեռանկարում, եթե պետական քաղաքականություն չեղավ, կմարի կգնա։ Ինչ ասում է կառավարությունը, ասում է ազատություն է տրված, գնացեք, դուք կարող եք համայնքներով գնալ եւ միասին ապրել։ Այդպիսի հնարավորություն չկա։ Այսինքն չես կարող գտնել Հայաստանի Հանրապետությունում այսօր մի հատ բնակավայր կամ համայնք, որում կարողանաս միանգամից գնալ եւ 200 տուն գնել։ Հա, այսինքն ենթադրենք Արցախի մի գյուղը որոշում է գնա Հայաստանում մի հատ գյուղում ապրի։ Եվ ինչ պիտի անի, պետքա գնա այնտեղ ազատ բնակարանները գնի եւ առնի։ Ես ենթադրում եմ, որ այդ տարածքի մարզային իշխանությունը պետք է պայմաններ ստեղծի այդ մարդկանց։ Եվ բնակարանաշինություն է պետք։ Եվ բնակարանաշինություն, այո։ Որը կարող է ապահովել։ Դե տեսեք, ձեր նշածը արդեն այլ լուծում է։ Դա համայնքային բնակեցություն։ Դա համայնքային, չէ, ինչ համայնքային անունը ինչ ուզում եք դրել, դա այլ լուծում է, այսինքն դա լուծում է արցախցիների ավելի հեռանկարային, որտեղ ապրելու, ինչպես ապրելու, իր մշակութային հենքը պահելու տարբերակ։ Բա վերադարձի պահանջը ում միջոցով է արվելու։ Իմիջայլոց Գյումրի նախընտրական քարոզարշավին հետևել եք։ Այո։ Կային տեխնացուներ, ովքեր Արցախ վերադարձնելու պատրաստակամություն ունեին հայտնում։ Լսել եք այդպես։ Չէ։ Դա շատ էական է։ Հիմա ենթադրենք այդ մարդիկ պետք է իրագործեն իրենց նախընտրական այդպիսի պատրաստակամությունը։ Ենթադրում եմ, որ այդ մարդիկ էլ են առնվազն խոսում են նրա մասին, որ այդ հարցը պետք է բաց պահել։ Դուք եթե պատկերացնում եք, որ վերադարձի մասին խոսելը շահարկել չեք կասկածում, չէ՞, ովքեր ինչպես շահարկում են արդեն։ Դե եկեք ես այդ հարցի մեկնաբանություններ չտամ եւ ես խոսեմ իմ անունից, ես երբ խոսում եմ վերադարձի իրավունքի մասին եւ գիտեք շատ հստակ պետք է լինենք, այնպես չի որ արցախցիները երբ որ խոսում են վերադարձի իրավունքին, պատկերացնում են որ վաղը վերադարձ է լինելու։
Այսինքն այնպես չի, որ մենք ապրում ենք վակուումում այս իրականությունից կտրված մի միջավայրում։ Խոսում է այն մասին, որ այս հարցը գնացեք քննարկեք, այս հարցը հակամարտությունը ստեղծվել է ինչի համար, ինչպես է առաջացել Արցախի ժողովրդի իրավունքների։ Հիմա այսինքն մենք հաշտ ենք այն գաղափարի հետ, որ վերջ խախտվել է իրավունքները, մենք համաձայն ենք դրա հետ, եկեք անցնենք առաջ, բայց դրա մասին է խոսում այն նաև, որ միջազգային դատական արձաններից են հետ կանչում։ Դուք այդպիսի վարքագիծ ունենաք, աշխարհում կգտնվեն կառույցներ, ովքեր չեն ընդունի դա։ Այո, եւ դուք երևի շփվում եք այլ մարդու իրավունքների այն կառույցների, միջազգային կառույցների հետ, ովքեր հենց այդպիսի խնդիրների են հետանել։ Ես համաձայն եմ ձեզ հետ եւ դրա ձեր ասած ապացուցելու է գալիս նաեւ այն հայտարարությունները եւ այն բանաձևերը, որոնք ընդունվում են տարբեր կառույցների կամ պետությունների կողմից։ Բալիև ինչու է ուզում Մինսկի խումբ լուծարել, ինչու է ուզում միջազգային հայցերից հրաժարվել։ Հենց դրա համար։ Մաքրել Արցախի այդ արյունոտ հետագիծը։ Այո, հայցերից ադրբեջանական պատմությունը։ Այո, համաձայն եմ ձեզ հետ եւ ինչ է մենք պետք է դրան համաձայնենք, մենք չպետք է պայքարենք, որ դա տեղի չունենա։ Չէ, ես մեր մասին չի խոսք, մենք իհարկե պետք է պայքարենք, բայց ով պետք է անի, ով պետք է արդյունք ապահովի մեր հավաքական մենքի համար, այստեղ է պետք մի քիչ տրամաբանությամբ այո, ավելի հստակություն մտցնենք։ Օրինակ նույն Շվեյցարիայի կողմից ընդունված բանաձևն ասում է ստեղծել պլատֆորմ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կարող են խոսել դրա մասին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Հենց բանաձևը այդպես է, այսինքն շեշտը դնում է պլատֆորմ ձևավորելու վրա, այսինքն այդ բանաձևն ասում է ժողովուրդ, մենք Շվեյցարիան առնվազն խորհրդարանական մակարդակում համաձայն չէ այն իրավիճակի հետ, այն խախտումների հետ, որ կատարվել է ժողովրդի հետ, հետեւաբար առաջարկում է օգտագործել շվեյցարական հարթակը նստեցնելու մարդկանց եւ նման քննարկումներ նախաձեռնելու համար։ Նման հայտարարություն եղել է Կանադայի արտգործնախարարի կողմից, չգիտեմ կհիշեք, այդ հայտարարությունը մի քայլ ավելի առաջ էր գնում, ասում էր վերադարձ եւ ինքնորոշման իրավունք, Եվրոպական միության տարբեր հայտարարություններ։ Հիմա շատ աբսուրդային իրավիճակ է ստեղծվում, երբ որ եւ ուզում եմ հստակ լինենք, մեր պահանջը միայն Հայաստանի Հանրապետության իշխանություններին չի ուղղված, շատ հստակ պետք է լինենք։ Այդ նույն պահանջագրերը ուղարկվում են եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ուղարկվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, ուղարկվում է աշխարհում որքան որ ինչ հարթակ կա, որոնք որ պետք է շահագրգիռ լինեն այս հարցերի կարգավորմամբ, բոլոր նրանցից է պահանջը բոլոր նրանց է ուղղված։ Եվ վերցնել դա ներկայացնել թե քաղաքական ինչ որ բան ունի, հովանավոր ունի կամ քաղաքական ինչ որ մանիպուլյացիաների համար է այս ամեն ինչ արվում, ուղղակի արդար չէ։ Կա տեղեկություն, որ Արցախում 14 հայ է մնացել։ Դուք ունեք այդպիսի տեղեկություն։ Այո։ Ովքեր են։ Ստեփանակերտի բնակիչներ են եւ նաեւ համայնքներում ուրեմն շրջաներում ապրող մարդիկ են, հիմնականում տարեց։ Իսկ էլ ովքեր են ապրում, հա։ Ալիևը շատ շուշուտ հանդիպում է Արցախի բնակավայրեր, հատկապես Ստեփանակերտ, բայց ոչ մի տեղի բնակիչ չի երևում կադրում, որը ծափահար էր Ալիևին։ Տեսեք, օրինակ կար տեսանյութ, որ Ստեփանակերտի համալսարանը, հա, Արցախի պետական համալսարանը, որ դարձրեցին Ղարաբաղ համալսարան, շատ ակտիվ ինչ որ վերափոխեցին այդ համալսարանը, սեպտեմբերի 1-ին ցույց տվեցին, որ վերագործարկվել է, սկսում է աշխատանքը, մեր թաղամասերից մեկը Ստեփանակերտի ամենասիրուն թաղամասերից մեկը դարձրեցին հանրակացարան, բերեցին երիտասարդներ, այնտեղ նկարահանեցին եւ այլ, բայց դրանից հետո էլ որևէ բան չի երևում եւ տարբեր տեղեկություններ, որտեղից որ հնարավոր է լինում քաղել, խոսում են այն մասին, որ այդ համալսարանը չի գործում։ Դա ընդհանրապես, այսպես ասած, շոու էր, վերեց ցույց տվեց ու այդ երիտասարդները իրապես այդ համալսարանի այսինքն չեն գտնվել կամ շատ փոքր տոկոս է գտնվել ադրբեջանցիների, ովքեր կհամաձայնեն գալ Արցախում։ Եվ երկար ժամանակ դեռ այդպես է լինելու։ Եվ երկար ժամանակ դեռ այդպես է լինելու եւ հենց նաեւ այս ժամանակը պետք է օգտագործել վերադարձի մասին խոսելու համար։ Երկար ժամանակ ես վստահ եմ, անգամ այն բնակավայրերը, որոնք որ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020 թվականին, այդ բնակավայրերում է Ադրբեջանը դժվարանում վերաբնակեցում իրականացնել։ Եվ հետեւաբար մենք միշտ էլ գիտեինք, որ այդպես է լինելու։ Օրինակ, երբ որ մենք այնտեղ էինք, մի 20-ից 23 ընկած ժամանակահատվածում, մտածում ենք, որ
ադրբեջանցիները հավանաբար վախենում են, որ կարող է նոր պատերազմ լինի, դրա համար չեն գալիս այդ բնակավայրերում բնակվեն եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ դա համատարած տենդենց է, շատ դժվար է կարողանում այլ բնակավայրերից բերել, եթե 1-2 կամ լավ 1000-ին էլ կարողանում են բերել, դա դարձնում են մի հատ Այսինքն ինչքան էլ Ադրբեջանի իշխանությունները ձգտեն ցույց տալ, որ հարցը փակման է մոտենում, գնում է փակ, այդ հարցը չի կարող փակվել։ Այո, հարցը, բացի դրանից հարցը չի կարող փակվել նաև այն պատճառով, որ հանրությունների մեջ ատելության մակարդակն այնպեսին է, որ խաղաղության համար որևէ խոսակցությունների համար հիմք չի տալիս։ Այդպես չի։ Չփակվել, ես պատկերացնում եմ նաև այնպես չի, որ Ադրբեջանը կուլ տվեց Արցախը եւ մարսեց գնաց, հա։ Ուզելու է դա անել։ Ամեն իր քայլով ուզելու է եւ ուզում է դա անել, բայց բարբերաբար հանդիպում է խոչընդոտների։ Օրինակ, այսօր միջև էստեղ գալը նաև դրա մասին տեղեկացա, Գերմանիայի նախագահը գրառում էր արել Արցախի մասին։ Արդեն դեսպանին են կանչել Բաքվում։ Այո, դեսպանին են կանչել, կարծես թե հեռացրել է այդ գրառումը, այսինքն ամեն այսպիսի մի քայլ Ադրբեջանը շատ մեծ սրերով է ընդունում եւ փորձում է, բայց մենք ինչ ենք անում։ Մենք ունեցած օրինակ ունեցած շատ սահմանափակ ռեսուրսներով կամ այն հանձնախումբը, որ ձևավորվել է եւ որը ղեկավարում է նախկին արտգործնախարարը Հայաստանի, հնարավոր բոլոր հարթակները փորձում ենք օգտագործել, բայց միշտ գալիս ենք բախվում ենք այն հարցին, որ ուր է Հայաստանը։ Եթե մի երկիր, որ 30 տարի շարունակ եղել է առաջամարտիկը այդ հարցի, մի պահ ընդամենը փակում է իր համար, ասում է ես այլևս դրա մասին չեմ խոսում։ Պարտվել ենք։ Պարոն Ասակյան, համաձայն եմ, բայց կան բազմաթիվ մեթոդներ։ Մի հատ բարձ օրինակ ձեզ ասեմ, թող դա միգուցե նաև հուշում լինի, հայցերը հետ կանչելու մասին։ Հայաստանն արդյոք կարող է բանակցել մեկ այլ երկրի հետ, դիցուք Ֆրանսիան, դիցուք Ուրուգվայը կամ մեկ այլ երկիր, որ ստանձնի այդ հայցերի, այսպես ասած, իրավահաջորդությունը։ Կարող է թե չէ։ Անում է թե չէ, ես գիտեմ, որ չի արվում, բայց կա հնարավորությունը դրա։ Հայցերը գին ունեն եւ բարձր գին, այստեղ պետք է դրանցից օգտվել։ Այդ Ադրբեջանի կատարած հանցագործությունները չպետք է թողնել Ադրբեջանի գրիչի տակ որոշվի։ Իհարկե, եւ հենց Ադրբեջանի պահանջն էլ դա է, մաքրել իրեն եւ այդ հայցերը հետ կանչելով Ադրբեջանը մաքրվում է։ Այո, Գեգամ Ստեփանյանը կամ, չգիտեմ, Արցախի մեկ այլ բնակիչ անհատական գանգատ կարող է տանել մարդու իրավունքների եվրոպական դատարան, բայց այն ծավալի հանցագործությունները, որոնք այս պահին ներկայացված են միջպետական գանգատների շրջանակներում, դա ավելի մեծ ծանր կշիռ ունի, քան անհատական տարվող գանգատները։